Մերձավոր արևելքում չի մարում կրակը։ Խախտվում է անժամկետ փխրուն հրադադարը։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ թիրախավորել են ռադարային եւ անօդաչու թռչող սարքերի կառավարման օբյեկտներ, որ Իրանի Գորուկ շրջանում եւ Քեշմ կղզում։ Վաշինգտոնի ձևակերպմամբ ինքնապաշտպանական հարվածներով պատասխանել են իրանական զինուժի կողմից ամերիկյան անօդաչուի խոցմանը, որն ըստ նահանգների անցնում էր միջազգային ջրերով, ոչ թե Իրանի տարածքով, ինչպես պնդում է Թեհրանը։ Որպես պատասխան Իրանը հարվածել է Քուվեյթում ամերիկյան մի ավիաբազայի։ Այնտեղից են Թեհրանի հավաստիացմամբ հարվածել իրանական ենթակառուցվածքներին։ Քուվեյթի զինուժը հայտարարել է, որ իրենց հոպը թշնամական հրթիռներ եւ անօդաչուներ է որսացել։ Մեկ ճակատում հրադադարի խախտումը նշանակում է խախտում բոլոր ճակատներում, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Մերձավոր արևելքում որքան է շարունակվելու անորոշ հրադադարը մինի բախումներով։ Միջազգայնագետները չեն բացառում, որ այդպես էլ համաձայնության չգան Վաշինգտոնն ու Թեհրանը, որովհետև ինչից խոսում է Իրանը, Թրամփը պահանջում է չստեղծել միջուկային զենք։ Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ հաղորդագրությունների փոխանակումը միջնորդների միջոցով։ Հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգները չի կատարել իրենց պահանջը եւ շարունակում է պատերազմը Լիբանանում։ Այս մասին հայտնում է Թասնիմ գործակալությունը։ Աքսիոսը հղումանելով աղբյուրներին հայտնել է, որ Թրամփը պահանջում է խաղաղության համաձայնագրի նախագծում ներառել նաև միջուկային ծրագրի վերաբերյալ կոնկրետ զիջումներ։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ քանի դեռ շրջափակման մեջ է Վաշինգտոնը պահում իրանական նավահանգիստները, պատերազմը չվերսկսելու երաշխիքներ չի տալիս, Լիբանանում շարունակում է պատերազմը, Իրանը չի պատրաստվում բանակցել միջուկային ծրագրի շուրջ։ Առավել եւս երկրից դուրս բերել հարստացված ուրանը։ Միջուկային ծրագրի վերաբերյալ այս փուլում որևէ բանակցություն չի եղել այս փուլում մեր ուշադրությունը կենտրոնացած է պատերազմի ավարտի վրա։ Միացյալ Նահանգների իշխանության հետ բանակցելու հիմնական խնդիրն այն է, որ նրանք հաճախ են փոխում իրենց դիրքորոշումը եւ հակասական հայտարարություններ են անում։ Եթե Թրամփը փորձի փոխել համաձայնագրի տեքստը, Իրանը փաստաթղթում իր ճշգրտումները կմտցնի, հայտնում է Թասնիմ գործակալությունը։ Իրանական լրատվամիջոցին իր աղբյուրները հայտնել են, Թեհրանը լիովին պատրաստ է, որ համաձայնագիրը կարող է այդպես էլ չստորագրվել։ Գայանա Մովսիսյան, Էլենի Ահինյան, Հայլուր։